Այսօր մայիսի 8-ն է եւ երկրապահի օրն է։ Ես ավանդույթի ես պետք է լինեի երրաբլուրում իմ ընկերների հետ, ովքեր դեռ ողջ են։ Իսկ մեր ընկերները, որոնք մահացած են, արդեն գտնվում են ներքևում, դարձել են պահապան հրեշտան այս երկրի, մեր երկրի։ Եվ դրա համար չեմ գնացել, որպեսզի Տիկին Դատախազի զեկույցը լսեմ եւ լսեմ ինչ կա հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված։ Մարտի 1-ով հարց չեմ տվել։ Եվ Տիկին Վարդապետյան, եթե հիշում եք, անցյալ տարի եմ տվել այդ հարցը, նախանցյալ տարի եմ տվել, եւ ձեր այդ առաջին հանդիպման ժամանակ անձամբ ինձ հետաքրքրել էր ձեր մոտեցումները կարևորագույն երկու չբացահայտված գործերի, հոկտեմբերի 27, մարտի 1, եւ դուք ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դուք ասիք, որ դա մեր երկրի պատվի գործն է։ Դա ճիշտ է։ Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Հրանտ Մաթևոսյան, հոկտեմբերի 27-ը պետքա բացահայտվեր հոկտեմբերի 28-ին։ Եվ այդ որդը պետքա մեզ չհոշոտի ամեն օր, ամեն տարի։ Շատ խորը իմաստ կա, այո, 28-ին բացահայտված լիներ եւ վերջանար։ Մենք իրար մեջ պետքա ճշնամիներ էլ ման չգայինք։ Բայց այսօր այդ վիճակն է, մինչև հիմա բացահայտված չէ։ Ես երբ որ մի դրվագ հնչեցրեցի, եւ այսօրվա իմ բանը այդ մի դրվագն էր, մինչև Եղոյանի ուրեմն հնչեցրած դատախազության տիրույթում գործող գործողությունների միջավայրի մասին շատ մտահոգիչ բան ասեց։ Ես ակնկալում էի, որ 27-ի հետ կապած դուք պետքա ոչ թե հիշատակեք նախաքննության գաղտնիքները, ես շատ լավ գիտեմ դա ինչ բան է, իմ ամբողջ կյանքը այդ գաղտնիքների միջով անցել է, գիտակից, պաշտոնավարման ընթացքում։ Այստեղ բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չէր առաջում։ Եվ վերջին հաշվով այս հարցը ես ձեզ պետքա տայի, այլ ոչ թե Աղվան Հովսեփյանին։ Ոնց եք պատկերացնում, եթե Աղվան Հովսեփյանը լիներ գլխավոր դատախազ եւ իրեն այսպիսի հարց հնչեցվի հոկտեմբերի 28-ի հետ կապված։ Ինչու՞։ Որտեղ այդ ժամանակ դատարանում Աղվան Հովսեփյանն էր հիմնական մեղադրողը դատախազական խմբով, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ դրանից հետո, երբ որ 18 թվականը եղավ, գործող դատախազը Արթուր Պետրոսյանն էր, եւ մեր ակնկալիքները ինձանից էլի 27-ի, ինչպես Արթուր դատել, էլի չեղավ։ Հիմա, երբ որ արդեն դուք եք նշանակվում, ես միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ երկրի առողջացման արդարացման մեջ գլխավոր դատախազի ինստիտուտը ամենակարևոր ինստիտուտն է։ Նույնիսկ իմ հրապարակային ելույթներից մեկում հիշատակեցի Իտալիայի Ֆալկոնեի հանձնաժողովի, նույնիսկ ֆիլմ կար շատ լավ, որտեղ այդ հանձնաժողովի արժե դրված էր խնդիր մաֆիայի ձեռքից երկիրը փրկելու եւ դատախազությունը պետք է աներ համապատասխան իր կառույցներով։ Ճիշտ է, այնտեղ մեծ մասին գնդակահարեցին, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը պետական խնդիր լուծելն էր։ Հիմա դատախազության հետ կապված 27-ի հետ կապված հիմնական կարևոր վկաների մեծ մասը մահացել են, շատ տարօրինակ ձևով։ Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քեռին մահանում է իրան կախելով։ Էդի Գրիգորյանը այդպես էլ այնց շատ լավ միջավայրում շարունակում է ծմադ մնալ մեկուսարանում։ Ինչ է կարծում Տիկին Դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեն, Մովսիսյանը ավտովթարից։ 12 թվականին, երբ որ ես Միացյալ Նահանգներում էի Տիգրան Պասկևիչյանի հետ եւ Հայաստանի կորսված գաղտնի մարտի 1-ի հետ կապված, պատահաբար ես տեսնում եմ Տիգրան Նազարյանին սրճարանում, պատկերացնում եք ին վիճակը։ Տիգրան Նազարյան կարևորագույն վկա, հմեք, Տիգրան Նազարյանը սպանվեց։ Լավ, այս հարցերը այնքան շատ պարարթողատալի բացահայտման համար, որ այստեղ նախաքննական գաղտնիքով ասել հիմա բան չանենք, որտեվ անջատված մասով քննություն է գնում։ Իսկ տեղյակ եք, որ նախաքննությունը իրականացնող մարմնում ուժեղ պրոֆեսիոնալ թիմ կար ձևավորված քննիչների, Եղոյանի հայրն էլ երջանկայի շատակ այդ խմբի մեջ էր։ Շատ կարևոր գործեր ա քննել Եղոյան։ Նաև Սամվել Հովհաննիսյան կար, որը նաև քննության ընթացքում դուրս էր եկել KGB-ի մեջ մասնակցության դրվագը բացահայտելուց։ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչը քրեական գործ հարուցեց։ Սրանք ինֆորմացիաներ են։ Եվ ես ինձ համարում եմ նաև ինֆորմացիայի կրող, որ հիմա այստեղ պետք է հնչեցնեմ եւ անընդհատ պետք է առաջարկել եմ եւ այդ քննչական խմբի բոլոր անդամները շատ կարևոր խորհրդատուներ պետք է լինեին այսօրվա անջատված մասի գործը հաջողությամբ ավարտելու համար։